Բարև ձեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Այսօր մենք հասել ենք ծննդոց գրքի ամենավերջի գլուխը։ 50-րդ գլուխը։ Այսօր մենք ավարտենք ծննդոց եւ կսկսենք ելիցը։ Ծննդոց 50-րդ գլուխը։ Երբ Հակոբը մահացավ, Հովսեփը շատ տխրեց։ Նա մոտեցավ հորը, գրկեց նրան եւ լաց եղավ։ Հովսեփը հրամայեց, որ նրա հորը պատրաստեն թաղման համար արարողություն, ինչպես Եգիպտոսում էին անում։ Սուքը տևեց 40 օր եւ ամբողջ Եգիպտոսը սգում էր Հակոբի համար 70 օր։ Այնուհետև Հովսեփը խնդրեց փարավոնից թույլտվություն, որպեսզի գնա եւ իր հորը թաղի այն երկրում, որտեղ նա ցանկացել էր։ Փարավոնը թույլ տվեց։ Այսպես Հովսեփը իր եղբայրները եւ շատ եգիպտացիներ գնացին Քանան։ Նրանք Հակոբին թաղեցին Մակփելայի քարայրում, որտեղ թաղված էին նաև Աբրահամը եւ Իսահակը։ Եղբայրների վախը։ Նրանք մտածում էին, որ իրենց հոր մահից հետո միգուցե Հովսեփը վրեժ լուծի մեզնից, քանի որ նրանք վաճառել էին Հովսեփին դեռ տարիներ առաջ ստրկությամբ։ Նրանք եկան Հովսեփի մոտ եւ ասեցին հետեւյալը. Խնդրում ենք, ների մեր մեղքը եւ այն չարիքը, որ մենք արեցինք քեզ։ Երբ Հովսեփը լսեց, նա լաց եղավ։ Նա ասաց նրանց մի շատ կարևոր խոսք։ Դա դուք չարիք մտածեցիք իմ դեմ, բայց Աստված դա բարիք դարձրեց, որպեսզի փրկի շատ մարդկանց կյանք։ Դա նաև գրված է Հռոմեացի սուրտի 28-ը։ Հովսեփը վրեժ խնդրիչ չեղավ։ Նա մխիթարեց իր եղբայրներին եւ ասաց, որ ինքը հոգ կտանի նրանց եւ նրանց ընտանիքների համար։ Հովսեփի կյանքի վերջը։ Հովսեփը երկար կյանք ապրեց Եգիպտոսում։ Նա տեսավ նույնիսկ իր թոռների երեխաներին։ Մահից առաջ նա հիշեց իր եղբայրներին Աստծո խոստումը։ Նա ասաց, որ մի օր Աստված կայցելի նրանց եւ նրանց դուրս կբերի Եգիպտոսից դեպի այն երկիրը, որը խոստացել էր Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին։ Հովսեփը խնդրեց իր եղբայրներին, որ երբ որ այդ օրը գա, իր ոսկորները նույնպես տանեն այդ երկրից։ Հետո Հովսեփը մահացավ 110 տարեկան հասակում եւ նրան դրեցին դագաղի մեջ Եգիպտոսում։ Ինչպես է այստեղ երևում Տեր Հիսուս Քրիստոսը։ Հովսեփի պատմությունը շատ ձևերով հիշեցնում է Հիսուսի կյանքը։ Հովսեփը մերժվեց իր եղբայրների կողմից, բայց հետո դարձավ նրանց փրկության պատճառը։ Նույնպես Տեր Հիսուսը մերժվեց մարդկանց կողմից, բայց հենց նրա միջոցով է գալիս փրկությունը։ Եվ ինչպես Հովսեփը ներեց իր եղբայրներին, այնպես էլ Տեր Հիսուսը խաչի վրա ներեց մեզ մեր բոլոր մեղքերը, ասելով հայրների սրանց չեն հասկանում ինչ են անում։ Մի հարց բոլորիս։ Հովսեփը կարող էր վրեժ լուծել իր եղբայրներից, բայց նա ընտրեց ներել։ Իմ եւ քո կյանքում կա արդյոք մեկը, ում դժվարանում ենք ներել։ Կարող ես հիշել, որ Աստված նույնիսկ ցավոտ իրավիճակները կարող է բարիքի վերածել։ Աղոթենք, սիրելիներ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քո ներման համար։
Սովորեցրու մեզ ներել ուրիշներին, ինչպես դու ներեցիր մեզ։ Օգնիր մեզ վստահել, որ դու կարող ես մեր կյանքի դժվարությունները բարիքի վերածել։ Ամեն։ Շնորհակալություն սիրելիներ, որ այս 50 գլուխները հետևեցիք, թող Աստված օրհնի ձեզ։ Այսպիսով ավարտում ենք Ծննդոց գիրքը։ Սա Աստվածաշնչի առաջին գիրքն է, որտեղ տեսնում ենք աշխարհի ստեղծումը, Աբրահամի կանչը, Իսահակի, Հակոբի եւ Հովսեփի պատմությունները։ Բայց այստեղ արդեն սկսում են երևալ Աստծո մեծ ծրագիրը, որը վերջապես կատարվում է Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եթե այս ուսուցումները օրհնություն էին ձեզ համար, կիսվեք ձեր ընկերների հետ, որպեսզի նրանց համար նույնպես դառնան օրհնություն։ Հաջորդ անգամ կսկսենք Ելից գիրքը, որտեղ կտեսնենք, թե ինչպես է Աստված ազատում իր ժողովրդին Եգիպտոսի ստրկությունից։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Ամեն։